Խաղաղությունը հաստատված է, Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման դրական տենդենս կա։ Օր ու գիշեր այսպիսի հայտարարություններ կարելի է լսել իշխանության ներկայացուցիչներից։ Խաղաղություն կլինի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, առաջին, եւ երկրորդ տեսնենք, թե արդյոք այդ համաձայնագրի կետերի կատարելուց հետո Հայաստանը կարողանալու է լինել լիարժեք, ինքնիշխան եւ գործունակ պետություն։ Որքան Հայաստանը փորձում է հաճոյանալ թուրք-ադրբեջանական տանդեմին, այնքան թրքախոս եղբայրական երկրները նախապայմանների լեզվով են խոսում Հայաստանի հետ, մեղադրանքներ հնչեցնում, դիվանագիտական գործընթացներում պատին դեմ տալիս Հայաստանի իշխանություններին։ Ադրբեջանը դոանան վերան Արմենիստանը դա։ Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղության աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին եւ ճնշում է գործադրում Հայաստանի վրա խաղաղություն կնքելու համար։ Եվ Հայաստանը իմ տպավորությամբ դեռևս փորձում է դիմադրել, բայց հենց դա նկատի ունեն, երբ ասում են, որ ճնշումներ են իրականացում հայկական կողմի վրա։ Թուրքիան խաղաղության ձախողման հարցում բացահայտ մեղադրում է Հայաստանին։ Չնայած որ վերլուծաբանները համարում են, որ հենց Թուրքիան եւ Ադրբեջանն են ձգձգում, փորձում տապալել խաղաղության գործընթացը։ Թուրքիան ինքը սահմանը տեսեք, չնայած որ այդքան խոստումներին հələ չի բացել անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ընդհանրապես Անկարայի ընդհանուր ռազմավարությունն է չստորագրվի խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Հակառակ դեպքում Թուրքիան կթույլատնի իր դերը Ադրբեջանում տարածաշրջանում։ Անկարայի համար ձեռնտու է, որ Հարավային Կովկասում առայժմ լինի կայուն վիճակ, բայց չլինի վերջնական խաղաղություն։ Ընդհանրապես ըստ վերլուծաբանների Միացյալ Նահանգներին հետաքրքիր չէ կհաստատվի խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, թե ոչ, կամ ինչպես կգծվեն սահմանները երկու պետությունների միջև։ Ըստ վերլուծաբանների ԱՄՆ-ի նպատակն այն է, որ տարածաշրջանում ներկայություն չունենան Ռուսաստանն ու Իրանը։ Քանի դեռ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկիր է, այսինքն Հայաստանի սահմանները ԵԱՏՄ սահմաններն են մաքսային, քանի դեռ այնտեղ կանգնած են ռուս սահմանապահները, Տրամփի ուղին գործարկել հնարավոր չի լինելու։ Վերլուծաբանների դիտարկմամբ Հական Ֆիդանի հայտարարությունից ակնհայտ է, որ Թուրքիան տարածաշրջանում Կովկասում խնդիրների կարգավորման հեղինակային իրավունքը վերապահել է ԱՄՆ-ին, մի երկրի, որն ըստ վերլուծաբանների նաև Իրանից եկող մեսիջների իր մեղքի բաժինն ունի Հայաստանի հարևան երկրում իրավիճակի ապակայունացման, հասարակության եւ կառավարական ուժերի միջև բախումների ստեղծման հարցում։ Իսկ Իրանում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լարվում։ Իրանյան տելեգրամյան ալիքները հայտնում են, որ երկիրը օդային տարածքը տեղափոխում է բարձր պատրաստվածության ռեժիմի։ Արտաքին ճնշումների, ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների եւ երկրի ներսում իրավիճակը ապակայունացնելու փորձերի ֆոնին Իրանը սկսել է պաշտպանական ենթակառուցվածքների փուլային նախապատրաստումը։ Ես շատ հստակ ասել եմ, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել այնպես ինչպես արել են անցյալում, մենք կմիջամտենք։ Մենք նրանց ուժեղ կհարվածենք այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Դա չի նշանակում զորքեր ուղարկել, բայց դա նշանակում է շատ ուժեղ հարվածել այնտեղ, որտեղ դա ցավոտ կլինի։ Ես ասում եմ Իրանի առաջնորդներին, ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել։ Reuters-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում բնակվող Իրանի տապալված շահի որդին Ռեզա Փահլավին իրանցիներին կոչ է արել անցնել ավելի նպատակաուղղված բողոքի գործողությունների, գրավել եւ վերահսկողության տակ պահել քաղաքային կենտրոնները։ Փահլավին օգնության համար դիմել է Դոնալդ Թրամփին։ Ես ձեզանից օգնություն եմ խնդրում։ Դուք ապացուցել եք, եւ ես գիտեմ, որ դուք խաղաղության եւ խոսքի մարդ եք։ Խնդրում եմ պատրաստ եղեք միջամտել Իրանի ժողովրդին օգնելու համար։ Կա հստակ քաղաքական պահանջ նախկին շահի որդուն վերադարձնել Իրան, որպես Իրանի շահ վերականգնել միապետությունը։ Բայց ես ունեմ վստահություն, որ Իրանում միապետության վերականգնման գաղափարը կիսում են չափազանց քիչ թվով իրանցիներ։ Իրանում տեղի ունեցող զարգացումների համար հնարավոր երկու սցենարներ կան։ Վերլուծաբանների դիտարկմամբ Իրանը հնարավոր է բարեփոխվի, դառնա աշխարհիկ պետություն ավելի արևմտամետ, որը ավելի լավ սցենարն է։ Հայաստանի համար եւս ձեռնտու։ Իսկ առավել վատ սցենարն այն է, որ խնդիրը հնարավոր է լուծվի ռազմական ճանապարհով եւ հավանական է, որ Իրանն իր տարածքային ամբողջականությունը չպահպանի եւ մասնատվի։ Սա Հայաստանի համար ամենավատ տարբերակներից մեկը կլինի եւ տարածաշրջանում կխորանա տևական քաոսը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։